հիացած են, զարմացած են, կոմպլիմենտներ, թեյավճարներ շատ, նամանավանդ տղան, աղջիկներն էլ են թողնում, կանայք։ 5 տարի Yandex.Go-ի հետ եմ աշխատում, Yandex.Go-ի ուլտիման վարում եմ, տեսնում եմ մարդկանց, վարորդների եւ փողոցում կանգնած մարդկանց, մեկը էսպես է անում, մեկը վաու անում, մյուսը սենց հիացած, ծափահարում է, շատ գեղեցիկ ժեստեր եմ տեսնում ու կոմպլիմենտներ։ Սիրը դեպի մեքենա իմ մոտ եղել է դեպի մանկությունից է եկել, շատ եմ սիրել, որովհետև ծնվել եմ եւ մեծացել եմ մեքենայի մեջ, այսինքն հայրս միշտ մեքենա է ունեցել, ինձ համար կուռք է եղել մեքենան, շատ եմ սիրել մեքենա, հետևաբար, որ մի քիչ տարիքս մեծացավ, հայրիկիս խնդրեցի, որ քշեմ իր մեքենան, երբ որ դարձա 10 տարեկան, նա ինձ թույլ տվեց վարելու։ Հիշում եմ, պապաս բարձր բերեց դրեց իմ նստատեղի տակ, անգամ կոշկակարի մոտ պլատֆորմայից կոշիկ էր պատվիրել, որ իմ ոտքը պեդալին հասնի, որ ես կարողանամ ոտնակին, այո, որ կարողանամ վարել հանգիստ։ Ես էներգետիկ եմ, հեծում եմ աշխատել, 6 տարի։ Բայց ընդհանուր առմամբ հագուստի բիզնես եմ ունեցել, բուտիկ եմ ունեցել, այսպես դրանով եմ զբաղվել ամբողջ կյանքս։ Գիտեք, զուգահեռ էի ես զբաղվում, համհեծում աշխատում էի, պետս նորմալ տղա էր, թույլ էր տալիս, դե իմ ազատ գրաֆիկ էր իմ աշխատանքը վերջացնելուց հետո, ես անցնում էի Yandex-ի հետ համագործակցում էի, վարում էի, որպեսզի կողմնակի եկամուտ ունենամ։ Yandex-ը ունի այդ հնարավորությունը տալիս է քեզ, որ ժամին ուզում ես մտնես երթուղագից, որ ժամին ուզում ես դուրս գաս, անջատես եւ դուրս գաս։ Որ ժամին ասենք երեկոներն էի վարում, առաջարկ է եղավ, որ ես վարեմ այս ուլտիման։ Համաձայնեցի, որովհետեւ տեսա, որ դիմացս շատ կիրթ պատասխանատու մարդիկ են կանգնած։ Տաքսոպարկի հետ եմ համագործակցում, Hey-Jet տաքսոպարկն է, տնօրինությանը շատ շնորհակալություն եմ հայտնում, իրենք պահում են շատ մաքուր մեքենաները, վարորդների նկատմամբ խիստ դրված է հագուստը, մեքենայի վիճակը։ Իմ էությամբ շատ ուրախ ու բարի մարդ եմ։ Ես բոլորի հետ, եթե ցանկությունը կա, շփվում եմ, ես շատ գեղեցիկ պատասխանում եմ, դրա համար եմ կոմպլիմենտ ասում եմ, ինչ գեղեցիկ ձայն ունեք, ձեր մեքենայի աուրան շատ գեղեցիկ է ձեր նման, շատ կոմպլիմենտներ եմ ստանում, դա ինձ ուրախացնում է։ Ընդհանրապես, եթե լինում է մեքենայի մեջ իրեր, ես իջնում եմ, օգնում եմ, տեղադրում ենք բեռնախցիկ միասին կամ իրենք ինձ թույլ չեն տալիս, եթե տղամարդ է լինում, բայց կնոջ դեպքում անպայման իջնում եմ, երկու դեպքում են օգնում եմ, տեղադրում ենք, նոր խնդրում եմ նստեն, փակում եմ դռները, որովհետև դա մեր սերվիսի մեջ է, իջնել, ուղևորին օգնել եւ նստեցնել մեքենա։ Շատ կոմֆորտով մեքենա է, էլեկտրական է։ Ես տրամադրություն եմ տալիս մեքենան ոնց Այո, հաճույքով եմ բարում ես այս մեքենան։ Պատկերացեք, որ մեքենան այնքան լավն է, որ ես իմ մեքենաները քշելուց եղել է պահել, որ օգնել եմ, իջել եմ, սուրճ եմ խմել, բան եմ արել, հանգստացել եմ, այսպես հետ եմ տվել իմ նստատեղը եւ այլն, այսպես եղել է, բայց այս մեքենայի մեջ ես չեմ հոգնում։ Դե ինձ մոտ էլ ծրագրում է երևում իմ վարած գումարը, իրենց մոտ էլ այսպես կոպեկ առ կոպեկ նստացնում են քարտի վրա, այսպես ենք աշխատում իրար հետ, դրա համար շատ շնորհակալ եմ իրենցից։ Եղել են դեպքեր, որ աղջիկներ են ինձ հարց տվել, որ կարող ենք մենք, անգամ իմ աղջիկն է ուզում վարել հիմա, էլեկտրական մեքենա ենք ուզում փոխել, այդ հին մեքենան, ուզում ենք վաճառել, ինքը գազի վարչությունում է աշխատում, ասեց ազատ ժամանակս մամա ջան, իմ գումարը չի երիկում, 2 հատ անչափահաս երեխա ունի։ Ես խորհուրդ տվեցի, որ կարող ես, ինչու՞ չէ։
Շատ մարդկանց եք խորհուրդ տվել։ Այո, շատ մարդկանց եմ խորհուրդ տալիս, որ հենց կանանց մասին է խոսքը, որովհետև եթե կանայք շատանան, շատ լավ կլինի երթևեկության մեջ։ Այո։ Հաճելին օգտակարի հետ համատեղում եմ աղջիկս, քանի որ Աստված ինձ տվել է այդ շնորհքը։